Պարոն Փաշինյանը Ժիրայր Սեյֆիլյանի հետ ի վերջո կարողացաք հանդիպել, եթե ոչ պատճառ ինչ է մեկնաբանում։ Ну, գիտեք, որ քրեակատարողական օրենսգրքով ազգային ժողովի պատգամավորները քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու եւ կալանավորված անձանց, դատապարտված անձանց տեսակցելու անսահմանափակ հնարավորություն ունեն, ընդ որում անկախ որևէ անկախ աշխատանքային ոչ աշխատանքային օր գիշեր ցերեկ ամեն դեպս այս իրավունքից ես բազմիցս օգտվել եմ, բայց այսօր ուղղակի հենց այսպես բանով ապօրինի կերպով իմ տեսակցությունը ինձ տեսակցության հնարավորություն չտվեցին։ Ես գիտեք, ես սրա հետ կապված ուզում եմ մեկ դիտարկում անել։ Այսօրվա իրավիճակը մենք անկախ իրավիճակի եւ գործողությունների բնույթի գնահատականից պետք է հասկանանք, որ այսպեսի ուղակի կներեք այդ կոպիտ բառի համար չորով ապօրինություններ իրագործելու իշխանական գործելակերպն է, որ բերում է նման դրսևորումների։ Ես կարծում եմ, որ Ժիրայր Սեյֆիլյանի հետ իմ հանդիպումը եւ խոսակցությունը կարող էր դրական նպաստել եւ հիմա էլ կարող է դրական նպաստել, իհարկե ես համոզվածություն չունեմ, բայց կարծում եմ, որ կարող է, այսինքն համենայն դեպս իրավիճակի հանգուցալուծմանը բացի օգուտից վնաս չի կարող տալ, ինչն է էլի ուզում եմ կրկնել, թե ինչն է իմ հանդիպման նպատակը։ Նախ ես ուզում եմ համոզված լինել, որ Ժիրայր Սեյֆիլյանը ունի ամբողջական տեղեկատվություն կատարվող իրադարձությունների վերաբերյալ, որովհետև իմ փորձից գիտեմ, որ մեկուսարանում խցում լինելով, նույնիսկ ռադիո ունենալով, նույնիսկ թերթեր ստանալով, այդքան էլ հեշտ չի ամբողջական տեղեկատվություն ունենալ եւ պատկերացում կազմել ամենի մասին եւ կարծում եմ շատ կարեւոր կլինի լսել Ժիրայր Սեյֆիլյանի տեսակետները ստեղծված իրավիճակից ելքերի վերաբերյալ։ Մենք չգիտենք, այո, ես նաեւ գիտեմ, որ եղել է հեռախոսային խոսակցություն Պավել Մանուկյանի եւ Ժիրայր Սեյֆիլյանի միջեւ, այդ խոսակցության մանրամասներին ես չեմ տիրապետում, բայց համոզված եմ, որ այդ խոսակցությունով հնարավոր չէ ամբողջական պատկերացում ունենալ իրավիճակի վերաբերյալ։ Извините, можно на русском? Здесь иностранные СМИ тоже. Какая сейчас у вас информация, что вы знаете, что произойдет, возможно ли договориться с людьми, которые сейчас, и сколько там мятежников? И в сторону камер, пожалуйста. Если можно, я назову их так. Это группа, которая называет себя «Сосна Церер». Ну, это можно переводить. Это связано с армянским эпосом. И их там примерно, я видел там примерно 26 человек, но это не значит, что там их всего 26. Там может быть намного больше людей, чем я увидел. И возможно ли договориться? Вы знаете, это зависит от, еще и зависит, есть ли у властей действительно, хотят ли они договориться, или они хотят, чтобы эта тупиковая ситуация стала более тупиковым, чтобы предпринять какие-то силовые действия. Но я хочу сказать, что силовые действия могут привести к многим жертвам. И я думаю, что мы должны делать все, чтобы ситуация не развивалась в этом направлении. Вы лично сможете с ними договориться или переговорить с ними? Кто? Вы лично? Я 2 раза был внутри, но, к сожалению, в 3-й раз меня уже полиция не пустила внутрь. Несмотря на то, что у меня была договоренность и с Вартаном Егиазаряном, это заместитель председателя полиции Армении, председателя или начальника полиции Армении, и с Валерием Осипяном, и с Варжаном Аветисяном, и Павелом Манукяном. Это участники группы,
был у нас договорено, что я должен вернуться туда, и об этом знал тоже Гунам Погосян, тоже об этом знал, но, к сожалению, меня не пустили, до сих пор не пускают меня обратно. Պարոն Փաշինյան, Պավել Մանուկյանը լրատվամիջոցներից մի քանիսին հեռախոսազանգով իր եւ Լիրայր Սեփիլյանի խոսակցության մանրամասներն էր ներկայացրել եւ ասել էր, որ Սեփիլյանը ասել է ինքներդ որոշեք հետագա անելիքը։ Ես դա չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել։ Ես էլի ձեր պատմածից իմ գնահատականը չի փոխվում։ Ես համոզված չեմ, որ Սեփիլյանը իրավիճակի վերաբերյալ ունի ամբողջական պատկերացում։ Եվ ով է տվել նրան տեղեկատվությունը, եւ գիտեք ինչ այսպիսի մի ներբություն կա, նաեւ Պավել Մանուկյանը եւ ներսում գտնվող մարդիկ կարող են չունենալ ամբողջական տեղեկատվություն, թե ինչ է կատարվում ընդհանրապես, ինչպիսի իրավիճակ է, ինչպիսի մթնոլորտ է այստեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Իսկ ազատության հրապարակում տեղի ունեցած մի խումբ անձիկ հավաքվել են սատարելու համար։ Դե գիտեք, քիչ առաջ, մի քանի ժամ առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարություն է ընդունել, մենք մի կետով անդրադարձել ենք նաև այդ զանգվածային բերման ենթարկելու կամ ձերբակալության դեպքերին, կարծում ենք դա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է, եթե քաղաքացիները դրսևորելու եւ արտահայտելու բան ունեն, պետք է այդ հնարավորություն ունենան դա արտահայտել, կամ ինչ նշանակում բոլոր այն մարդկանց կամ այն ակտիվիստներին, ովքեր ենթադրաբար կամ կարող են որևէ համակրանք արտահայտած լինել կամ որևէ մտահոգություն սոցիալական ցանցերում նրանց բերման ենթարկել, դա գիտեք ուղղակի որևէ տրամաբանության մեջ չի։ Պարոն Փաշինյան, տեսեք, տևական ժամանակ արդեն բանակցություններ են ընթանում, ինչ կարող ես ներկայացնել, դա լավ է, թե հակառակը վատ է եւ գիշեր ինչ որ գործողություններ եւ ինչ որ տեղեկություն ունեք այդ ներկայացնում։ Բայց եկեք սենց նայենք մի հատ, հա։ Ոստիկանության պետի տեղակալն է այնտեղ, Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալն է այնտեղ։ Հիմա ուժային գործողություն իրականացնելը նշանակում է առաջին հերթին վտանգի տակ դնել այդ մարդկանց կյանքը։ Ոչ միայն այդ Սասնա ծռեր խմբի կյանք, բայց առաջին հերթին ոստիկանության պետի տեղակալի կյանքը, մյուս ոստիկանների կյանքը եւ նաեւ այդ Սասնա ծռեր խմբի անդամների կյանքը եւ նաեւ գործողություն իրականացնող ոստիկանների կյանքը։ Այդ դեպքում դուք որպես պատգամավոր ելքը ո՞րն եք տեսնում։ Ես առաջին հերթին տեսնում եմ ելքը ուժի կիրառման չգնալու եւ ես այդպիսի հավաստիացում ստացել եմ Սասնա ծռեր խմբի անդամներից։ Նրանք ինձ ասել են եւ իրավունք են տվել փոխանցել այս տեղեկատվությունը, որ նրանք այս պայից ուժային գործողությունների չեն գնալու, եթե ոստիկանության կողմից չլինի հարձակում։ Եվ միջալոց որպեսզի տարընթերցում չլինի, որովհետև ինձ ասացին, որ սոցիալական ցանցերում ինչ որ այդպիսի մեկնաբանություններ են եղել, գրառումներ են եղել, թե տեսանյութերը, որ ես հրապարակել եմ եւ այլն։ Ես ուզում եմ ասել, որ ներսում գտնվող բոլոր մարդիկ տեղյակ են եղել, որ տեսանկարահանվում են եւ դեմ չեն եղել, որպեսզի այդ տեսանյութերը հրապարակվեն։ Այսինքն այստեղ որևէ տարընթերցում լինել չկա։ Скажите, вот людей этих назвали некоторых по именам, по фамилиям, просто вот мы с России не знаем. Они какие-то известные здесь люди, там говорят, есть бывший военный, в Минобороне кто-то служил. Да, они активисты довольно-таки известной в Армении организации, которая называется Нахахуртаран или Гимнадир Хуртаран и Новая Армения. И один из них очень известный деятель, он участвовал в Первой Карабахской войне. Он много лет жил в Карабахе. И другой Вартан Аветисян, он был военнослужащим, он, если не ошибаюсь, подполковник или подполковник в запасе вооруженных сил Армении. И еще Арик Тюрегян, он брат известного в Армении как политически заключенный Хайка Тюрегяна.
И еще могу сказать, там есть еще люди, которые известны в Армении как участники Первой Карабахской войны. Спасибо большое. То есть Не просто так с улицы куда забежал. То есть люди... ну да, конечно. Спасибо большое. Հա